Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ արդեն 5-6 հոգի կան, որոնք վերագրում են իրենց այսպես կոչված հաղթանակը, բայց դա ընդհանրապես իշխանության կատարածն է եւ ոչ թե ձեր այդքան Ես ուզում եմ ասել հետեւյալը. մենք սեպտեմբեր ամսից առաջի անգամ այս խնդիրը բարձրացրել ենք։ Դրանից հետո հետևողականորեն սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանում պարբերաբար ասուլիսներով, ելույթներով, հարցազրույցներով այս խնդիրը բացել ենք, իր տարբեր էլեմենտները բացահայտել ենք, դեկտեմբերին, երբ որ արդեն բյուջետային քննարկումները ավարտվեցին եւ մենք հասկացանք, որ այս իշխանությունը անհաղորդ է խնդրին, անհաղորդ է, ընդհակառակը ցինիկ պատասխաններ է տալիս, հայտարարում է, որ սա պոպուլիզմ է, որ կենսաթոշակառուները եթե փողը ստանան ծախսելու հնարավորություն միևնույնն է չունեն, որ դա ոչ մի խնդիր չի լուծում, մենք դրանից հետո սկսեցինք ստորագրավակը, դա մեկ, եւ երկրորդը դուք կարող եք տեսնել իհարկե Երևանի քաղաքային իշխանությունները արգելեցին, բայց Գյումրիում ամենուրեք փակցված են մեր պաստառները այն պահանջով, որի մասին ես նոր ասացի, այսինքն 50% ավելացում եւ դրանից հետո ինդեքսավորում։ Այդ պաստառները մինչեւ հիմա էլ կան եւ դա ցույց է տալի, որ խնդիրը նրանում չի, թե սա ում հաղթանակն է, սա մեր քաղաքացիների հաղթանակն է։ Եվ սա այս վարչախմբի պարտությունն է, որովհետեւ նա մինչեւ վերջի շունչը փորձում էր դիմադրել նրան, ինչը բացարձակ բնական է, բարոյական է, օրինական է եւ ըստ էության արտացոլում է մեր հանրության շատ բնական պահանջը։ Ուստի սա մեր քաղաքացիների հաղթանակն է։ Իսկ ինչ փոխվեց։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ արդեն իսկ այս հետ վճարային համակարգը քեշբեքը, այսպես ասած, բարձրացում է եւ ամեն կերպ արդարացում են, որ չի կարող այսպես թոշակը բարձրանալ։ Ինչ փոխվեց։ Տեսեք, այս իշխանությունը հաճախ ապրում է իր պատրանքների դաշտում եւ փորձում է իր գլխում ծնված ըստ էության աղճատված սխեմաները պարտադրել հասարակությանը։ Փորձեց դա էլ պարտադրել, որ օրինակ ենթադրենք հետվճարները դա կենսաթոշակների բարձրացում է։ Այն դեպքում, երբ որ կենսաթոշակառուների ծախսերի զգալի մասը ոչ մի հետվճար չի ենթադրում։ Ուստի եթե դա նույնիսկ բարձրացում է, ապա չնչին 1000 դրամ կամ 2000 դրամ։ Մարդիկ համոզվեցին դրանով եւ այսպես ասած այդ սուտը, այդ կեղծ սխեման, որով փորձում են մարդկանց կերակրել, պարզապես իրան սպառեց եւ այս իշխանությունը ընտրություններից տարածորեն 3 ամիս առաջ հասկացա, որ կենսաթոշակառուների հսկայական բազմությունը գալու է եւ իրենց դեմ է քվեարկելու։ Այն ինչ իրանց համար սարսափ է, որտեղ իրանք համարում էին, որ կենսաթոշակառուները միևնույնն է կգան տարբեր նկատառումների ձեռնելով կքվեարկեն այս վարչախմբի օգտին։ Չեն քվեարկի, հիմա էլ նույնիսկ այս ամեն ինչ հետո չեն քվեարկի, որովհետեւ մարդիկ տեսնում են, այս կեղծիքը, այս խաբեությունը տեսնում են, որ իրանք փորձում են ընդհանրապես ընտրակաշարք առաջարկել։ Չեն վերցնելու ընտրակաշարքը, վերցնելու են այն ինչ, որ իրանք օրինական հասանելիքն է եւ դեմ են քվեարկել։